Մի փախիր տիրոջ ձեռքից, այնտեղ միայն անվտանգություն կա, դու փորձում ես հեռանալ, գուցե չես ասում բարձրաձայն, բայց ներսումդ դու փախչում ես, աղոթքներդ լռել են, ճշմարտությունից հոգնել ես, ու քեզ թվում է փոքր ժամանակ հեռանալը ազատություն է, անկախություն, խաղաղություն ու կյանք, բայց ճշմարտությունն այս է, Աստծո ձեռքից դուրս դու ազատ չես, դու խոցելի ես, դու փախչում ես նրա ձեռքից, որտեղ մեղքը չի կարող թագավորել, ու մտնում ես մի աշխարհ, որտեղ մեղքը սկսում է տիրել քեզ։ Քեզ թվում է կյանքդ քոնն է, բայց առանց նրա այն դառնում է վազք դեպի դատարկություն։ Ու որքան հեռանում ես Աստծուց, այնքան ավելի ես փշրվում ներսից։ Տիրոջ ձեռքը գուցե երբեմն ուղղում է, բայց երբեք չի քանդում։ Նրա ձեռքը քեզ չի ճնշում, այլ պահում, պաշտպանում և ուղղորդում է։ Ով իմ ձեռքից փախչի, իրեն կմատնի իր կամքին, բայց ով իմ ձեռքից չփախչի, ես նրան կտամ իմ կյանքը։ Սա է Տիրոջ խոսքը։ Դու կարող ես պահի հաճույքի համար խաբել ինքդ քեզ, բայց հոգիդ գիտի ճշմարտությունը։ Դու չես ստեղծվել ապրելու Աստծուց դուրս։ Մի փախիր նրա ձեռքից, որովհետև ուրիշ ձեռք չկա, որ կտանի քեզ մեղքից դեպի կյանք։ Մնա նրա ձեռքերում, նույնիսկ եթե այնտեղ ցավ կա, այն ցավը բուժման համար է, ոչ թե կործանման, քանի դեռ դու Աստծո ձեռքում ես, դու չես կործանվի, բայց երբ դուրս ես գալիս, կյանքդ փլվում է առանց հիմքի։